Լոռու մարզի Աղթալա եւ հարևան Շամլուղ, Մեծ այրում, Փոքր այրում եւ Ճոճգան բնակավայրերը M6 միջպետական ավտոճանապարհին կապող մետաղական կամրջի կառուցման աշխատանքները դադարեցված են։ Ապամոնտաժման ենթական ժամանակավոր կամուրջն էլ թեպետ դեռ ծառայում է երթևեկող մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներին վնասվել է։ Կամրջի վրայի փայտերը տեղ-տեղ կոտրվել ու գետն են թափվել։ Իսկ մետաղական կոնստրուկցիաները դուրս են ցցվել եւ դարձել վտանգավոր երթևեկող ավտոմեքենաների համար։ Վտանգավոր է, բա ինչ է։ Ակները ծակում է։ Դե վտանգավոր շարը անց են կնում, բայց կողքին նորը սարքել են։ Նա մի 3-4 օր ասել մինչև ամսի վերջը մաքուր պատասխանական մեքենաները շփալ անց են կնում։ Իսկ որն է պատճառը, որ նոր կառուցվող մետաղական կամրջի կառուցման աշխատանքները ավարտին չեն հասցվում։ Հալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղոմաշյանի խոսքով պատճառը նախագծային փոփոխությունն է։ Այս բանը ոչ թե դադարեցված է, նախագծում կար խնդիր, մուտքերի հետ կապված։ Հիմա նախագծի փոփոխություն են անում, ու որպեսզի կարողանանք շինարարական աշխատանքները շարունակել։ Իմ տիրույթում չի այդ հարցը, ճիշտ ասած ճանապարհային դեպարտամենտն է զբաղվում, բայց ես կապի մեջ եմ, ժամկետների հետ կապված այս բանը չեմ կարող բան ասել։ Կամրջի կառուցման պատվիրատուն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Նախարարությունից քաղաքացու ձայնին հայտնեցին, որ կամրջի կառուցման ժամանակ շինարարական խնդիրներ են առաջացել, ասացին առաջիկա օրերին աշխատանքները կվերսկսվեն։ Ինչ վերաբերում է կամրջի կառուցման աշխատանքների ավարտին եւ շահագործմանը, ապա ժամկետներ չնշեցին, ասացին եղանակային պայմաններից է կախված։ Գործող կամրջի հատվածում բարեբախտաբար արտակարգ դեպքեր չեն գրանցվել։ Ամեն դեպքում Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատումը հազանգ չեն ստացել։ Այդ պատճառով կամրջի վթարային կարգավիճակը չի գնահատվել, ասաց ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանը։ Սակայն հատկապես անձրևային եղանակներին ժամանակավոր կամուրջը օր-օրի ավելի վտանգավոր է դառնում։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Աղթալա բնակավայրից։